24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Այս լիագումար նիստի ժամանակ գլխավոր դատախազը գալու է ազգային ժողով եւ ձեզ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, ինչ գործողություններ կարող են հաջորդել։ Դե անձեռնմխելիությունից զրկելուց հետո իրավապահ մարմինները հակակոռուպցիոն կոմիտեն կարող են ինձ ներգրավել դատախազի կողմից միջնորդված գործերի, այսպես կոչված վարույթների համապատասխան ներգրավել որպես մեղադրել։ Որից հետո հնարավոր է, որ կալանքի հարցը բարձրացվի։ Որից հետո, ասենք, ըստ լոգիկայի, եթե ես ինձ խելոք չպահեմ, այո, կարող է պատահել նաև կալանքի հարցը բարձրացվի։ Ինչ նկատի ունեք խելոք չպահել ասելով։ Ասենք, չընդհարկվեմ քննիչների օրինական պահանջներին, չգնամ հարցաքննության խուսափեմ, նախաքննական գաղտնիքներ հրապարակեմ եւ այլ, ասենք, որոնք կխոչընդոտեն, այսպես կոչված արդարադատության իրականացմանը, այդ ժամանակ կարող է պատահի հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդի դատախազին, գլխավոր դատախազին, որպես դատախազը գա միջնորդությամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ ազգային ժողով։ Եվ դրանից հետո արդեն կանոնավորում եւ այլ։ Չի բացառում, որ հիմա էլ այդ միջնորդությունը դատախազություն ունենա հակակոռուպցիոն կոմիտեի կողմից եւ նաեւ, ասենք, ներկայացնի զուգահեռաբար, դա էլ չի բացառում։ Այսինքն կարող է զուգահեռաբար նաեւ դա ներկայացնի։ Հնարավոր, ամեն ինչ հնարավոր է։ Ինչու այս փուլում որոշվեց այս միջնորդությունը ներկայացնել, որովհետև վաղուց էիք խոսում, որ գլխավոր դատախազը կգա, նույնիսկ հունվար ամսին էիք կանխատեսում, որ գլխավոր դատախազը գալու է այս միջնորդությամբ եւ հիմա եղավ։ Շատերն ասում են դուք շատ խոսեցիք եւ դա է պատճառը։ Ես չի ասում այս միջնորդությամբ, ես ասում եմ միջնորդությամբ, բայց այս անձեռնմխելիությունից զրկելու։ Չէ, բայց հասկացանք, բայց բովանդակություն լինի, չէ՞ նաեւ։ Ես ասենք, ես բովանդակությունը չէի պատկերացնում։ Ասենք, մանր եղջավոր անասունների գործի հետ կսվել է մի հատ գործ, որի հետ կապված ես ինքս եմ դիմել իրավապահ մարմիններին 1 տարի առաջ, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել։ Հիմա վերցրել են այդ գործը, մի փոքրիկ թյունինգ են արել, մի քիչ աղուբի բարեն ցանել եւ ներկայացրել։ Նկատի ունեք այդ 23000 ԱՄՆ դոլարի հետ կապված տվել են շենքի կառուցման շինթույլտվություն տալու համար։ Իբրև թե։ Իբրև թե, այո։ Այդ բառերն էլ օգտագործեք, իբրև թե։ Եթե ես ասեմ հակ, ասեն, հա, բանը հաստատեց պարոն Աղազարյանը։ Դա եղել է մի տարի առաջ, մի տարի կես առաջ մոտավորապես մի հատ տիկին Գոհար, ինքը այսպես կոչված մեր տղերքից մեկին էր դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության, որ ինձ տվել է ինքը $23000 շինթույլտվություն ստանալու համար օժանդակելու նպատակով, ես չեմ արել եւ փողերը չեմ վերադարձնում։ Այդ մեր ընկերներ շարքային ընկերներ դիմել են մեր մի պաշտոնյա ընկերոջ, այդ մի պաշտոնյա ընկերը զանգեց ինձ, ասեց պարոն Աղազարյան, ինչ թեմաներ է բանման, ասեցի, եթե դու 2 ժամվա ընթացքում չկանչես այդ Հայկին եւ այդ Գոհարին, տենակ ինչ են ասում, ապա ես հետմեմ ԱԱՑ-ը, չկանչեց 2 ժամվա մեջ, ես գնացի ԱԱՑ-ը, պատմեցի ամբողջը, որովհետեւ արդեն ես ենթադրում եի քամիները որտեղից են գալիս, պատմեցի ամեն ինչ դրա հետ կապված եւ ոչ միայն դրա հետ կապված, ուսումնասիրեց, որոշ ուսումնասիրությունից հետո ես տեղյակ պահեցի, որ գլխավոր ֆիգուրանտը Արամ Մկրտչյանը, իմ Սանիկը շատ խնդիրներ ունի, բազմաթիվ տասնյակներով մարդկանց հետ ֆինանսական խնդիրներ ունի եւ լավ կլինի որ պարոն Աղազարյան դուք դիմեք ասենք ոստիկանություն կամ քննչական կոմիտե։ Ես դիմեցի ոստիկանություն Արաբկիրի, պատմեցի Արամի հետ եւ այդ տիկին Գոհարի, ասացի հիմա վրա Արամի հետ կապված իմ ողջ այս վերջի 5 տարվա շփումների որակը եւ բովանդակությունը, փաստաթղթերն ուղարկեցին քննչական կոմիտեն վարույթ չընդունեց, ասաց որ այստեղ բան չկա, իմ չկա վարույթ ընդունելու։ Հիմա տարբերությունը կայանում է նրանում, որ այդ Գոհարը չի ասում, որ ինքն է ինձ գումարտվել, այդ Գոհարն ասում է հիմա արդեն, որ իր ընկերուհու եղբայրն է տվել, այսինքն Արամն է տվել։ Տարբերությունը դա մեկ էլ մի հատ էլ բան հավելում, որ իբրև Հայկը ասում է, որ նվիրատվություն եք տվել ձեր նվիրատվություն չէ, նվեր։ Հայկն ասում է, որ ես Արամի, Հայկն ասում է, երրորդ մարդ, որ Արամին խնդրել եմ, երբ ես Հայաստանում չեմ եղել, $8000 մատանի եւ բանը Բջջային հեռախոսը նվիրել, այսպես կոչված իմ ընկերուհուն։ Դա բանը։ Դուք պնդում եք, որ նման բան չի եղել։ Ես կյանքում
կյանքում, իմ ողջ կյանքում որևէ մեկի միջոցով մատանին նվիրած չկամ, հեռախոս նվիրած կամ ծննդյան օրներ ինձ հարազատ մարդու, ես գործողման էի, խնդրեցի իմ Սանիկին հեռախոս առնի Samsung 60,000 դրամանոց, ես հետո կամ վերադասնի գումարը, արելա, ծաղեկները տարելա, նվիրելա, ծննդյան օրվա կապակցությամբ, հետո ես եկել եմ վերադարձել եմ անմիջապես, թե ինչ-որ պարտքերին գումարը չեմ հիշում։ Բայց այստեղ $8,000 մասին է խոսում, $8,000 արժողությամբ։ Ոսկյա մատանի եւ հեռախոս միջավայրի։ Հետաքրքիր է նա, որ գլխավոր դատախազը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ ցենց ասում, Հայկ Նազարյանը ասում է, որ ասում է, ցուցմունք է տալիս, որ ես Արամ Մկրտչյանին խնդրել եմ։ Էլ Արամ Մկրտչյանին չէր հարցաքննել, որ ձեր բանը գնա թե չէ։ Այդ հավանական ենթադրյալ տեխնոջը չեն հարցաքննել, որ բանը գնա թե չէ, ու գլխավոր դատախազը դրա տակ ստորագրում է։ Էֆեկտը շատ լավն է։ Էֆեկտը $8,000 ոչ հեռախոս մատանյան է, էֆեկտը շատ, մտածված է շատ գեղեցիկ, բայց ստորաբար, ստոր մարդու, սրիկա, տականք մարդու ձեռագիր, և ասողը, և հուշողը, և իրականացնողը։ Նաև ձայնագրության մասին էր խոսվում, ինչ ձայնագրություն։ Ձայնագրությունը վերաբերում հետևյալին, որ Արամը փախուստի մեջ է, կներեք այդ բարի համար, երևի ճիշտ չօգտագործեցի, մի տարի առաջ դուրս է գնացել, մի տարուց ավել արդեն առաջ դուրս է եկել Հայաստան և չի վերադարձել, դե բնական է պիտի այդպես էլ լիներ, և հետևաբար ինքը տեսաերիզներով է այդ Հայկին ուղարկել իր խոսքը և նաև կա երկու հատ հեռախոսազրույց իմ ու Արամի միջև, որը Արամը ձայնագրել է, ընդ որում այդ հեռախոսազրույցից մեկի ժամանակ ես ասեմ, ես հիմա գիտեմ, որ դու ձայնագրում ես և ասում եմ հետևյալը, այդ որ գոհարի հետ կապված, այդ որ ու ամենամեծ սարսափելի սեռական բնույթի հայհոյանք, որ էս իշնա ասել, որ ինձ $23,000 փող ա տվել։ Դե թող ձայնագրությունը դնեն, փակ նիստով ազգային ժողովում լսեն։ Թող դնեն լսեն։ Թող դնեն լսեն, որ ասում են ես փաստաթուղթ ունեմ արդեն ինձ ձեռքին, որոնք շատ բաներ ժխտում են, որոնք այդ օրը գրապրակ են։ Այդ օրը դուք բացահայտումներ եք անելու, ձեր գործի հետ կապված նկատի ունեք, երբ ասում եք, որ բացահայտումներ եմ անելու։ Այո, եւ իրավական բացահայտումներ, եւ նաեւ քաղաքական բնույթի բացահայտումներ։ Քաղաքական ինչ նկատի ունեք։ Ինչու ասենց ստացվել, ասենք հիմա այս վերաբերմունքը, ասենք այս վերաբերմունքը իմ նկատմամբ ինչու է պայմանավորված, այդ դեպի բանը։ Բայց ինչով է պայմանավորված։ Բոլորը ասում են, որ պայմանավորված են անով, որ Փաշինյանի խնդրանքը չկատարեցիք դուք, ի տարբերություն մյուս падգամավորի։ Դե բայց այդ խնդրանքները իր պատճառումներ էր, այդ մասին կասեմ։ Այսինքն այդ պատճառից բացի այլ պատճառներ կան։ Բայց խնդրանքը ինքնին չեղավ ինքնին։ Այդ խնդրանքը ինչ-որ նախապատմությունն էր, չէ՞ որ եղավ։ Թե դուք կարծում եք, թե պարոն Քարամյանը եւ իմ հետ այդ տհաճ միջադեպի հետևանքով էր վարչապետի խնդրանքը։ Ծիծաղելի կլինի, եթե որևէ մեկը այդ կարծիքին է։ Այսինքն այլ պատճառներ կային դրանից առաջ։ Դա առիթ էր։ Դա պատճառ էր։ Դա առիթ էր։ Պարոն Քարամյանը եւ իմ հետ այդ տհաճ միջադեպը առիթ էր։ Եվ ես այն ժամանակ ասեցի, կտա երկու հատ անուն, որ ասեց։ Հիմնավորի ես ինքը մանդատս վար կդնեմ։ Մենք ինքներս ենք, ես եմ խնդրել իմ փաստաբանին, որ միջնորդի, որ վարույթ հարուցվի պարոն Քարամյանի եւ իմ այդ բանի հետ կապված։ Միջադեպի հետ կապված։ Մենք ենք միջնորդել։ Եվ եկել է տուպիկը հասել։ Չկա, այդ բան չկա, որ այդ բան է, չկա այդպես բան։ Այսինքն մինչ այդ արդեն իսկ Փաշինյանի հետ խնդիրներ ունեիք դուք։ Հա, հիմա որ նայում ես, այո, կար խնդիրներ։ Որ ասում եք պատճառ էր պետք։ Բավուն, առիթ էր պետք։ Այո, խնդիրներ կային, խնդիրները ես փորձեմ ինչքան հնարավոր է կոռեկտ եւ անվնաս ազգային ժողովի նիստի ժամանակ ներկայացնել։ Հիմա այն ինչ որ ձեր հանդեպ իրականացում է, դուք դա քաղաքական հետապնդում համարում եք։ Ոչ, համարում եմ քաղաքական ճնշում։ Դա քաղաքական ճնշում է, ոչ թե հետապնդում։ Ճնշում, որպեսզի ես հրաժարվեմ մանդատից եւ այսպես կոչված վարչապետի քաղաքական հայտարարությունը ունենա իրավական հետևանք։ Իսկ ինչ է կարծում, քվեարկեն այս միջնորդության կողմ ԿՊ-ից բոլորը միաձայն կլինի այդ քվեարկությունը։ Ես կարծում եմ, որ քվեարկեն, որովհետև
քաղաքացիական պայմանագրի կուսակցության մեջ մի քանի հոգի են իրավաբաններ, որոնք ես չգիտեմ, այդ կարճ ժամանակ հատվածում կարող են հասկանալ, պատկերացնել հարցի բնույթությունը, որպեսզի մենք կողմնորոշվեն թե ինչ անեն, ինչ չանեն։ Մյուսները առավել եւս իրավաբաններ չեն եւ հետեւաբար չեն կարող հստակ իմանալ թե ինչոց է։ Պետք է հնարավորություն տան դատախազին եւ իրավապահ մարմիններին, որպեսզի այդ բանի ժամանակ ճշմարտությունը բարձրվի։ Բայց կարծում եք միաձայն բոլորը կողմ կքվեարկեն։ Ընդդիմացողներ չեն լինի, չեն համարձակվի։ Սա համարձակության խնդիր չկա։ Կարող է ճիշտը դա է ուղղակի։ Բա ո՞նց անեն։ Բա դատախազը գալիս է մեջնությունով ներկայանում։ Իհարկե շատ զարմանալու է դատախազը ստորագրում մի փաստաթղթի տակ, որտեղ ինչ-որ մեկը ասում է, որ ինչ-որ մեկի միջոցով ես ինչ-որ մեկին $8,000 նվեր եմ տվել։ Ես չգիտեմ իրավաբանության մեջ դա ինչ է, ինչ գնահատական է տրվում դրան, որովհետև լավ չեմ հասկանում, էլի։ Բայց այդուհանդերձ կա, չէ, էդի։ Բայց քվեարկեն հիմա չի դատախազի խնդրանքը միջնորդությունը չհարգել։ Դա շատ դժվար է։ Դժվար է բան իմաստով, արդարությունը վերականգնելու իմաստով, ոչ թե թշնամանքով իմ հանդեպ տրամադրված, չէ, այնտեղ թշնամանքով իմ հանդեպ մի 5-6 հոգի են տրամադրված։ Եվ մեր այդ բանը փոխադարձ է։ Իսկ մյուսներից ես շնորհակալ եմ, որոնց հետ ճանապարհ եմ անցել, որոնց հետ կիսվել եմ, որոնց հետ ես շատ բան եմ սովորել, չհաշված մեր բան թիմը, նախնական թիմը, որը տարալուծվեց, եւ ոչինչ չմնաց, ոչ հեղափոխությունից, ոչ հեղափոխական արժե համակարգից, ոչ մարդկային վերաբերմունքից, էլեմենտար մարդկային վերաբերմունքից։ Բոլորը գիտեն իմ կենցաղը, բոլորը, այդ հնաբնակները, բոլորը գիտեն իմ հագուկապը, բոլորը գիտեն իմ տունը, չտունը, բոլորը գիտեն թե ես ինչ մեքենա եմ վարում, հասկանում եք։ Հարցեր կառաջանա, չէ՞, բայց փողեր աղազարերը որտեղ է ծախսել։ Բանը եղջարավորներ, բաներ եւ այլն։ Ծախսել աղջիկների վրա։ Այ, ամոթ պարոն Աղազարյանին։ Հիմա դուք կարծում եք զարգացումներ ամեն դեպքում կլինեն եւ հնարավոր է նաեւ կալանավորման գործընթաց սկսվի ձեր դեմ եւ դուք պատրաստ եք այս գործընթացին։ Հա, հնարավոր է, որովհետեւ մեկ այսի համար ես ինչ ճնշում եմ, որ անձան մխելություն զուգել։ Անցել կանչեն կետայ, էլի, կամ չեմ գնա որ կանչել են։ Հա, չեն կարող մեղադրելի կարգավիճակ տան, երևի այդ պատճառով, բնականաբար օրենքը փառքաստու հարգվում է, մեղադրելի կարգավիճակը տան, բայց դա չի համարվի իմ դեմ ճնշում, ինչ որ ճնշել են, ինչքան ճնշել են, արդեն այդ բաները մենք հաղթահարել ենք, անցել ենք այդ էտապները իմ ընտանիքով։ Դե մյուս քայլեր բանն է, կալանքն է, ես չեմ պատրաստում մի տարի կամ մի տարուց մի քիչ կալանքի պատճառով վերաարժևորել իմ 65 տարվա կյանքը։ Այն դեպքում ես 7 տարեկանից պայքարել եմ արդարության համար։ Բայց այնպիսի մեղադրանքներ են ներկայացված, որ եթե կալանք տան, հնարավոր է բավականին երկար այդպես կալանավորեն ձեզ։ Չէ, երկար չեն կալանավորի, որովհետև Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից եւ ամեն ինչ կփոխվի։ Կարծում եք Փաշինյանը հեռանալու է։ Իհարկե։ Երբ ընտրություններին, թե ընտրություններին։ Մինչև ընտրություններ։ Ընտրություններին, չէ։ 2026 թվականին կարծում եք։ Կարող է հիմա արտահերթ կարող է լինի։ Դու կարծում եք, որ Գյումրիում եթե իշխող ուժը չհաղթի, հնարավոր է արտահերթ ընտրություններ։ Ես վստահություն ունեմ, եւ նաեւ բանը հիմնավորումներ ունեմ, հիմնավորումների մասին հետո կխոսենք։ Հիմնավորումներ ունեմ, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը պարտվելու է եւ դա հիմք է հանդիսանալու արտահերթ ընտրությունների գնալու։ Նման խոսակցություններ կան, թե դա այդպես։ Չէ, խոսակցություններ չկան։ Դա իմ բանն է, այսպես կոչված գնահատականն է իրողությունների վերլուծություն եւ գնահատական։ Կարծում եք, որ պարտության հետ իշխող ուժը չի հաշտվի եւ կհասկանա, որ եթե Գյումրիում պարտվի, ապա դա ազդելու է 2026 թվականի ընտրություններին եւ լուծում է գտնելու միայն արտահերթ ընտրությունները, բայց այդ դեպքում կարող է այդ խնդիրը լուծել։ Այսինքն վերընտրվել քանի որ ես չեմ ուզում որ արտահերթ ընտրություններ լինի։ Եվ հետևաբար ես չեմ ուզում ասել այդ պատճառները, որ այն հիմնավորումները, որոնք պիտի բերեն այդ լուսման, որպեսզի չհուշեմ ինչ-որ բաներ, էլի։ Հիմա հետո, երբ որ հայտարարվի, հետո, եթե չհայտարարվի, հետո այդ խոսանք այդ մասին։ Դա պետք է սպասենք մինչև ապրիլի 12-13-ը տենց, որ տեղավորվենք այն բանի մեջ, սահմանադրական կարգավորումների մեջ, որ մի տարուց առաջ չի կարելի, մի տարուց պակասմանալու դեպքում չի կարելի։ Այսինքն մինչև մայիս պետք է արվի, որոշումը կայացվի, եթե արտահերթ ընտրությունների են գնում։ Մինչև ամսի 15 ապրիլի մոտավորապես,
մոտավորապես էլի մի քիչ կողմ, որպեսզի հուլիսի մինչև 20-ը լինի ընտրությունները։ Բայց կարծում եք, որ Փաշինյանի օգտին կաշխատի արտահերթ ընտրությունները, որովհետև նա ասել է, որ ընտրությունների չի գնալու։ Հիմա փաստացի, եթե որոշումը փոխի, դա իր օգտին է լինելու, կարծում եք։ Դեռևս չլուծված հարցեր, պայմանագիրը չի հաջողվում ստորագրել, տեսնում եք Փաշինյանը պիտի ժողովրդին խնդրի, որպեսզի հնարավորություն տա, որ ինքը պայմանագրի կնքման հարցը հասնի միջև, նաև Գլխավոր դատախազի միջնորդություն ներկայացնելու հետ կապված անձեռնմխելությունից ձեզ զրկելու եղավ այն օրը, երբ դուք Գյումրիում եք եւ ներկայացնում եք ձեր տեխնացուին Արտյոմ Թումանյանին։ Դուք կապում եք այս ամենը, այսինքն ձեր ակտիվությունը քաղաքական արդյոք նպաստեց այս որոշմանը, թե ոչ։ Ձեզ չասենք մեր տեխնացուն, որովհետեւ մենք գրանցված կուսակցություն չենք եւ հետեւաբար մենք չենք կարող տեխնացու ունենալ։ Մենք սատարում ենք Արտյոմ Թումանյանին։ Դա ինչի հետևանք է, որովհետև մենք մեր համակիրների հետ շփվելով, պարոն Ասլանյանի հետ միասին, շփվելով մեր համակիրների հետ, մեր համակիրների շրջանակներում այդ խոսակցությունները գնալուց հետո մեր համակիրները ուղղորդում էին, որ մենք պաշտպանենք Արտյոմ Թումանյանի տեխնացությունը, հետո հենց այդ պատճառով մենք այո պաշտպանել ենք, սատարում ենք եւ ամեն ինչ արել ենք, որ ինքը հասնի հաջողության։ Նկատի ունեմ ձեր ակտիվությունը կապուներ այս ամենի հետ։ Չէ, դատախազը մի ժամ չորոշեց։ Չնայած նրանք մի ճարաչ գիտեին, բնականաբար, որ այդ բաները կարող է պատահել նաև, բայց ես չեմ ուզում կապել։ Բայց առհասարակ ձեր ակտիվությունը դեռ խաղացել է այս որոշման հետ կապված, որովհետև դուք վերջին շրջանում բավականին ակտիվ հարցազրույցներ եք տալիս, մանրամասներ եք հայտնում, նաև տեղեկություններ եք տալիս մարդկանց մասին եւ խոսում եք ավելին, քան նախկինում։ Սա ազդել է, կարծում եք։ Բայց ես միշտ եմ խոսացել իհարկե, բայց բոլոր դեպքերում կարող է դա ինչ-որ ազդեցություն ունի, բայց այդքան չեմ կապում իրար հետ։ Նպատակը վարչապետը քաղաքական նպատակը դրել է, հայտարարել է, ազգային ժողովում հայտարարել է բոլոր օրինական միջոցներով պետք է հասնենք նրան, որպեսզի Աղազարյան Հովիկը զրկվի մանդատից եւ նրա եւ իր խոսքի մեջ այսպես կոչված առանցքայինը բարոյականության հետ կապված խնդիրները հարց առաջանում, հարց։ Ես ինչ-որ մեկի հետ նամակագրություն եմ ունեցել անձնական, փոխադարձաբար։ Ինչ բովանդակության, ինչ բնույթի պետական անվտանգության հետ կապ չունեցող։ Ինչ բովանդակության, ինչ բնույթի ես եմ անբարոյական, թե դու ես անբարոյական, որ կարդացել է իմ նամակագրությունը։ Այդ հարցի պատասխանը թող տան քաղաքացիները, թող տան ժողովուրդը։ Ես եմ անբարոյական, որ ինչ-որ մեկի հետ անձնական փոխադարձ նամակագրություն եւ այլ, ու ես չեմ էլ վախեցել, բերել են իմ տղաներին, որ ցույց տան այդ նամակագրությունը, ասում ցույց տվեք իմ տղաներին նամակագրությունը, ցույց տվեք։ Ալեն Սիմոնյանի առանձնասենյակում։ Ես չեմ վախեցել դրանից, չեմ քաշվել դրանից։ Էդ է ավելի անբարոյական, թե ուրիշի նամակները կարդալը գրողը տանի։ Ես որտեղ ենք ապրում ենք։ Ես ինչ արժի համակարգով ենք մենք առաջնորդվում։ Ասում են պետությանը Ինչի գնահատական, վտանգող տեղեկություններ կար, անվտանգային հարցեր կային, դրա համար են պարզապես կարդացել։ Շատ բարի կարդա, քննիչը որ կարդացել է այդ իմ նամակը այդ անձնավորությունների հետ։ Եթե հետեղ հայտնաբերել է պետական անվտանգության հետ կապված հարց, թող տար համապատասխան մարմինները, ես դրան դեմ չեմ, բայց թող տար այն, որ իր մեջ այդ վտանգը պարունակում էր։ Իսկ ինչ-որ մատ կնոջ այդ նամակագրությունը ինչ վտանգ է պարունակում։ Ինչ վտանգ է պարունակում։ Այդ կինը ոչ Ադրբեջան ցույց է, ոչ իրենից ինչա, ոչ իրենից ինչա։ Ինչ վտանգ է պարունակում ուտե ազգային անվտանգության իմաստով։ Ազգային անվտանգության իմաստով կարող է պատահի այո վտանգ պարունակել իմ եւ մի հատ տղայի նամակագրությունը։ Եվ ինձ ասեցին։ Որի մասին խոսել եք բաց։ Այո, ինձ ասեցին, պարոն Աղազարյան, կվեսնի կուղարկի ձեր տղաներին, կասի եթե ձեր հայրը վաղասես բան չանի, մենք էսի գրապարակենք։ Չեղավ ազգային անվտանգության սպառնացող բան, վտանգ։ Ասում ճիշտ եք։ Ձեր դատողությունը ես միանշանակ ընդունում եմ։ Եվ ես այդպես էլ մտածել եմ։ Ցույց տվեք այն հատվածը, որ կարան իրանք հրապարակեն։ Ցույց տվեք։ Եվ ամբողջական, եւ հատված, որ հրապարակեն, որ ես կարող պատահի ճնշվեմ եւ ինչ-որ բան անեմ։ Չկա այդ հատված։ Դե հո ասելով չի, եթե չկա այդպիսի հատված, որ կարող հրապարակվի։ Մոտեցումը ընդունելի է, հասկանալի է,
Բայց բովանդակությունը չի համապատասխանում։ Եվ սա ուղղակի դեմագոգիա է, որպեսզի դա բանանեն, դասնեն շրջանառության մեջ դնեն, էլի։ Եվ փառքաստու, որ ընդամենը մի 6-7 հոգի են կարդացել խմբակցությունից, ասենք հետեւաբար ես նորից եմ ասում, ուրախ եմ, որ այդպեսի շրջապատում եմ իմ քաղաքական ահագին լուրջ կյանքի ժամանակացված ասկացել այդ մարդկանց, այդ աղջիկների, այդ կանանց հետ։ Այդ նույն մարդիկ, ովքեր որ իրենց թույլ չեն տվել նամակագրությանը ծանոթանալ, հնարավոր է լիագումար նիստին չգան, ի դեպ գրված էր մամուլում հնարավոր է ծանր հիվանդանան։ Իրանք ես ասում եմ 6-7 հոգի են կարդացել, մյուսները չեն կարդացել, այդքանը չգան, կորում չի լինի, նիստ չի լինի, ոչ չեն գա։ Ու ես իրանցից չեմ նեղանա։ Ես իրան ոչ մեկից չեմ նեղանա, որ քվեարկեն, ես ոչ մեկից չեմ նեղանա։ Ինչու՞ չեք նեղանա։ Չեմ նեղանա, որովհետև բոլոր դեպքերում ես հիմա վստահ եմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, կասկածում են, ասում են կարող է նման բան եղել է։ Ոնց կարա գլխավոր դատախազը ստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ գրված է, որ բանա, չէ՞ որ այդ կինը կա։ Չէ՞ այդ կինը լինի, չէ՞ որ այսպես կոչված իմ խնդրանքով մատանի են նվիրել։ Այդ մարդիկ մտածում են, կասկածում են։ Ինձ հարազատ մարդիկ է կարող պատահի կասկածեն։ Հետո բարձրի։ Այսինքն դու կարծում եք, որ գլխավոր դատախազը ավելի հիմնավոր փաստեր պետք է ունենար իր ձեռքի տակ, որ նոր համաձայնվեր գար ազգային ժողով։ Բայց հիմա եթե հիմա ինչ-որ մեկն ասի բտիկին դատախազ, բա մեզ էլ ասել են, որ այդ մատանին այդ կինը նվիրել է ձեզ։ Հետո դա կարա հիմքը հանդիսանա։ Ես էլ ասեմ, $200,000 կաշառք, որ ես պետք է ստանայի, կեսը պետք է տայի բանին, վարչապետին։ Հետո երկու իրար մեջ խոսում են, իմ փոխարեն որոշում են, իմ փոխարեն դատողությունն մեկը մեկին հարիֆացնում է, փող է վերցնում։ Ես ի՞նչ կապ ունեմ։ Ես ասեմ, դա ի՞նչ կապ ունեմ։ Բայց այդ դեպքում, եթե այդքան հիմնավոր փաստեր չկան, գլխավոր դատախազը նման որոշում կայացրել, հրահանգ է եղել իրեն այդ ամենը անելու համար։ Փաշինյանի կողմից։ Այո, թե կասկածում եք, որ կարող է այդպես բաներ ունենալ։ Փաշինյանը գիտեք ով է։ Մեր երկրի վարչապետն է, որ հմեկով տված հարցազրույցի ժամանակ ասաց հետևյալը. Կարեն Անդրեսյանը ով է, որ ինքնակամ հրաժարական տա։ Ես եմ իրան ասել հրաժարական տուր։ Այսինքն գործադիր ղեկավարը բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինք խոստովանում է, որ ինքը ասել է, որ հրաժարական տուր։ Չի կարա դատախազին ասի հանուն պետության, հանուն իրական Հայաստանի, հանուն Հայաստանի հարատևության աղազյան հովեկի մենք պետք է բանանենք, ոչնչացնենք։ Բայց այդքան դաժան վարվելու համար Ես համաձայն եմ ոչնչանամ հանուն Հայաստանի, հանուն խաղաղության եւ այլ։ Եթե այդ ագինը ես համաձայն եմ։ Բայց այդպիսի կոշտ միջոցներով ձեզ հետ հաշվի հարդար տեսնելու համար պետք է հիմնավոր պատճառներ, փաստեր ունենա։ Կան դրանք, դա այն է, ինչի մասին դուք խոսում եք, որ բացահայտելու եք դա։ Այսինքն այդքան հիմնավոր խնդիրներ կային ձեր մեջ, որ ինքը պատրաստ է այսպիսի առաջադրանքներ տալ, որ ձեր հանդեպ նման միջոցներ կիրառվեն։ Եվ ինձ որպես անձնավորություն քաղաքական իմաստով, նաև ոչնչացնելու իմաստով, եւ շատ-շատերին էլ սանձահարելու իմաստով։ Հիմա սանձահարում են մյուսները այս կերպ, падգամավորները մյուս։ Հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս որպես կուսակցություն, որպես քաղաքական ուժ չկա։ Ինչով է պայմանավորված։ Ինչ է փոխվել, որ դուք դուրս եք եկել։ Այսինքն այդ միջադեպը ազդել է իրենց վրա։ Որովհետև ես, պարոն Ասլանյանը, ինքը չերից էինք, որ համարձակվում էինք ունենալ ինքնուրույն կարծիք։ Սխալ, ճիշտ, դա ուրիշ հարց է, բայց ինքնուրույն կարծիք։ Եվ մյուսները կան էլի մարդիկ, որոնք բայց ոչ այդքան հիմա իրանք էլ գլռեն։ Դե որ հիմա իրանք էլ գլռեն, էլ արդեն այդ վիճակը չի լինի, ունեն մենք այնպիսի իրավիճակ, որ բոլոր որոշումները կայացնում է վարչապետը։ Բայց վարչապետը, քանի որ մահկանացու սովորական մարդ է, ինքը կարող է իր որոշումների մեջ 1-2 սխալ թույլ տա։ Այդ 1-2 սխալը կարող է լինել ճակատագրական մեր պետականության համար։ Այդ իմաստով եմ ասում, որ կուսակցությունը չկա։ Հիմա երբ դուք ասում եք բացահայտումներ պետք է անեք, սա վերաբերում է նաև երկրին առնչվող հարցերին։ Եվ եթե ունեիք այս տեղեկությունները, ինչու նախկինում չէիք ասում, եւ հիմա արել եմ, որտեղ որ պետք է արել եմ։ Որտեղ որ պետք է արել եմ։ Հրապարական բաներ կա, որ չպիտի բացահայտասես կարող պատահի վնաս տաս, ինքդ քո քայլով նպաստես դրա իրականացմանը։ Իսկ հիմա արդեն բանալ է իրավիճակը, որ կարելի է ասել։ Հիմա դա վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին կամ առասարակ այս գործընթացներին։
Հիմա այս որ Փաշինյանն ասում է ես միակողմանի կստորագրեմ փաստաթուղթը այնտեղից Ադրբեջանից ձայն չկա դուք ինչ ենթադրություն եք ինչ է լինելու Չի կարելի միակողմանի ստորագրել որովհետև միակողմանի ստորագրելու եւ համաձայնեցված լինելու եւ պատրաստները ստորագրելու միջև տարբերություն էական չկա ինչ դու ասես ես արդեն համաձայն եմ պատրաստ եմ ստորագրել ինչ վերցնես միակողմանի ստորագրես քաղաքական իմաստով այդ երկու վիճակների մեջ տարբերություն չկա հետևանքների իմաստով տարբերությունը սարսափելի է Ինչ հետևանք կլինի Եթե դու ստորագրում ես արդեն դու պարտավոր ես այդտեղ եղած բաները կատարել Այսինքն դու պարտավորություն ես վերցնում ինքը ոչ Այո այսինքն դու պարտավորություն ես վերցնում ինքը ոչ դա պետք չի անել դա պետք չի անել Նորից եմ ասում թե միակողմանի ստորագրես թե ասես որ ես արդեն համաձայն եմ ամեն ինչի հետ քաղաքական իմաստով, հարաբերությունների իմաստով մեծ տարբերություն չկա, դա նույն իրավիճակն է։ Բայց եթե դու միակողմանի ստորագրես, դա անընդունելի է դա անթույլատրելի է։ Որովհետև հասկանալի է, որ մենք պատրաստ ենք, վարչապետը պատրաստ է ստորագրելու։ Հասկանալի է, թերություններով ամեն ինչով հանդես, ասենք, հա, պատրաստ է ստորագրելու։ Ես մի քիչ առաջ ասեցի կարծեմ, որ այդ գործընթացը ամենակարևորը նա էր, որ աշխարհին ապացուցվեց, որ մենք խաղաղության կողմնակից ենք։ Ամեն ինչով ապացուցվեց, որ ամենավերջին կներեք հիմարներ հասկացա, որ մենք խաղաղության կողմնակից ենք։ Այսինքն ապացուցելու բան չունենք աշխարհում։ Ապացուցելու բան չունենք, հիմա ստորագրել ինչ իմաստ ունի։ Չէ՞ այդ դեպքը մենք ճանաչեցինք տարածքային ամբողջականությունը, իսկ ինքը բանը չի ասում այդ մասին, Ադրբեջանը այդ մասին չի ասում։ Հալա որ հիմա այս փաստաթղթում գրված է, դա ուրիշ պահանջներ է բերում, մինչև այդ որ ստորագրվի։ Պետք չի, ես խնդրեմ վարչապետին այդ քարին չգնա։ Նաև մամուլում տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանին այսպես անվստահություն հայտնելու գործընթաց եք նախաձեռնելու, կա նման բան։ Չեմ ասի։ Այսինքն նման մի բան մտածում եք, կարող ենք ենթադրել։ Առհասարակ այդ գործընթացը հեռանկար ունի, դուք կարծում եք, որովհետև ընդդիմությունն էլ մի քանի անգամ ձեռնարկել, խոսել այդ մասին, բայց տեսել են, որ հնարավորությունները քիչ է։ Փողոցային բաներով չէ, խորհրդանում, если դա խորհրդանում, բայց փողոցային ճշմարտ էին պատկերացնում։ Չէ, ես փողոցային ճշմարտների կողմնակից չեմ։ Բայց խորհրդանում կմիանան падգամավորներ։ Падգամավորներ կմիանան այս գործընթացին։ Հիմա ես չեմ ես այդ մասին չեմ ուզում խոսամ, հիմա դուք ինձ հարցնում եք ինչ, ես ասում եմ, ես փողոցային պայքարի կողմնակից չեմ, ես դա եմ ուզում ասել։ Դուք փողոցային պայքար չեք ծավալելու Փաշինյանի հեռացման դեմ։ Եթե ինձ զանգեն, ես Ռոբերտի Սերժի կողքին չեմ կանգնելու, ես փողոցային պայքարը չեմ անելու։ Եթե Էմիլ Սուժերը նախաձեռնեն փողոցային պայքարով եւ ասեն պարոն Աղազարյան, մի հոգի է մնում, որ գաք եւ այդ հարցերը լուծի, ես կգնամ։ Օրինակ եմ, եթե սա ժողովուրդը էլի ոտքի 200-300 հազար մնա մի հոգի, ես կգնամ, բայց ես ինքս ոչ կնախաձեռնեմ, ոչ ակտիվություն կցաբերեմ, ես Ինչու պարոն Աղազարյան։ Որպես շարքային քաղաքացի, որովհետև եթե 200,000 հոգի լինի, արդեն իմ կարիքը չկա։ Ով նախաձեռնա, թող տանի մինչև վերջ։ Իսկ 30, 40, 50 հազար հոգով գալ ազգային ժողովի վրա, հարձակվել ազգային ժողովի վրա, մտնել գլխատել պետության ղեկավարությունը բարեզբոնի իմաստով, դա անթույլատրելի է իմ համար։ Դա վատ բան է, դա վտանգավոր բան է պետության համար։ Իշխանափոխություն այլ կերպ ինչպես պետք է անեն, եթե մինչև ընտրություններն ուզում են իշխանափոխության հասնել։ Անվստահություն, խնդրեմ ազգային ժողովում վարչապետի թեկնածության առաջադրում եւ բան, ընտրություն։ Եթե չէ, ուրեմն պիտի սպասվի։ Դե բայց որքանում է իրատեսական, որ քաղաքացիական պայմանագրից այդքան ձայն կհավաքվի 30-ից ավելի ձայն պետք է լինի։ Մի արեք ուրեմն, բայց ինչ պիտի անեք, բայց ժողովուրդը ընտրել է իշխանությունը, ձևավորել է իշխանություն։ Իշխանությունը բաղկացած է կառավարող ուժից եւ ընդդիմադիր ուժերից։ Իշխանությունը կա, բայց ինչի պիտի հիմա մի 10,000 հոգու, 20,000 հոգու, 50,000 հոգու ասելով իշխանություն փոխ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը հենց այդպես էլ եկավ իշխանության։ Փողոցային պայքարով։ 500,000 ամբողջ ժողովուրդը փողոցներ էր լսում։ Դե բայց սկզբում այդքան չէին, քիչ-քիչ ավելացան։ Դե թողանեն, էլի թողանեն։ Ցանկացած ուժ թողանի, քաղաքական ուժ թողանի, ժողովրդին հանի փողոց, ես ասում եմ, եւ եթե պարզի, որ իմ մասնակցությունը եթե չլինի, չի լինի այդ ամեն ինչը, ես կմասնակցեմ։ Խոսքով կողմ չեք փողոցային պայքարին։ Չէ, փողոցային պայքարի կողմ չեմ։ Իսկ առհասարակ ինչ պայքար եք մղելու Փաշինյանի հեռացման հետ կապված։ Ինչ եք անում։ Ժողովրդին ներկայանանք, մեր տեսակետները ներկայացնենք, մեր հիմնավորումները ներկայացնենք, կարող է նաև մենք սխալվում ենք, ժողովուրդը թող որոշի։ Ինչ կորոշի, ես տեր եմ կոնկրետ պարոն Ասլանյանին հետ միասին մենք այդ դիրքորոշմանն ենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ վարչապետը չվերարտադրվի, որտեղ ինքը իրան սպառել է եւ վտանգավոր է դառնում պետականության համար։ Իր այդ գաղափարախոսությամբ, 4-րդ իշխանություն, 4-րդ հանրապետություն, իրական Հայաստանի գաղափարախոսություն, ասենք
տրիվիալ ճշմարտություններ ասել եւ մարդկանց բանը գլուխը անտեղ լցնել, շեղել դժվար օրակարգերից իմաստը ո՞րն է։ Այսօր Հայաստանում կամ եկա ասում են Ղարսը հետ բերենք, այսօր Հայաստանում կամ եկա ասում են Սուրմանուն հետ բերենք, չկա այդպեսի բան։ Բայց պատմությունից կտրվելը եւ ամեն ինչ զրոյից սկսելը դա հանցագործություն է։ Հիմա համանդրության փոփոխությունով մենք պատմությունից կտրվում ենք։ Ոչ, պատմությունից չենք կտրվում, եթե մենք հողում չենք անում ընդհանրապես հռչակագրի վրա, բայց հռչակագրի պիտի մնա։ Որպես պատմական փաստ։ Բայց համանդրության նախաբանից պետք է հանվի, կարծում եք։ Հողումը պետք է, ես կարծում եմ, հողումը պետք է բանա, հողում հռչակագրի վրա չարվի։ Չնայած հողման այդ հատվածը այսօր արդեն գոյություն չունի, որովհետև այդ ինչ վերաբերում Արցախի հետ կապված վերամիավորման եւ այլ հռչակագրի ընդունումից հետո եղել է հանրաքվե Արցախի ժողովուրդը հանրաքվե արել այն տարածքում, Հայաստանի ժողովուրդը հանրաքվե արել այս տարածքում։ Այսինքն այդ խնդիրը չկա։ Դա էլ է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը դեռ ասում է փոխեք, այդ ինքը բան չի անում։ Ու իրապես չի վախենում մեզնից։ Ինքը գտնվում է մենք կոտրված ենք, դա նսեմացուցիչ բան է ազգի համար։ Բայց հիմա իշխանությունը կարող է այս ամենը չկատարել։ Ըստ էության նախապայմանները մենք պիտի դա անենք, որպեսզի խաղաղության այսպես կոչված նկատմամբ մեր դիրքորոշումը, որը մենք մտածենք կասկածներ կա, դա էլ վերանա, մենք ուրիշ լուրջ, ավելի լուրջ անհանգստություններ ունենք, որոնք այս սահմանադրությունից հետո մի-երկու քանից հետո ինքնաբերաբար կլինեն եւ դա կբերի մեր պետականության վերացմանը մի 30-40 տարի հետո։ Իմ պայքարը դրա դեմ է։ Այսինքն սահմանադրության մեջ այնպիսի դրույթներ լինեն, որոնք հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատի ունեք այն պահանջները, որ խաղաղության պայմանագրի, այսպես կոչված հավելված, չգիտեմ։ Ինչի մասին խոսում են իրենք։ Ադրբեջանցիների վերադարձ, փոխհատուցում եւ այլն։ Այս ամենը հնարավոր է, բայց կանխել զսպել, պարոն Աղազարյան, իշխանությունը ունի այդքան ռեսուրս, առհասարակ որ իշխանությունն էլ որ լինի, Հայաստանը ունի այդ ռեսուրսը, այս ամենը չկատարելու դիմակայելու։ Ընտրության հարցը, քեզ այդպես Կիևյան մոստից գցես մեռնես, թե պարկես վաննայի մեջ, տաք ջուրը միացնես, վենաներիդ կտրես, որ ցավ չզգաս։ Դա ընտրության հարցը։ Այսինքն պատերազմանես, ելքը միակ պատերազմն է լինում։ Չի, ելքը միակ պատերազմը չի, պետք չի վախեցնել այդ բոբոյով։ Ելքը միակ պատերազմը չի, ես ասում եմ այդ ճանապարհը տանում է Հայաստանի պետականության վերացման։ Այդանք այդ ճանապարհով, այդանք։ Մտնենք վանայի մեջ տակ ջուրը միացնենք, վենաներս կտենք որ ցավ չզգանք։ Անենք, եթե դա է ճիշտը։ Մենք չենք էլ զգասկի թե ոնց ենք մենք վերանում։ Մենք կամանց սահուն կերպով գլքենք Հայաստանը, գտանք Լոս Անջելեսներ, Փարիզներ, չգիտեմ Ռուսաստաններ եւ այնտեղից կսիրենք Նայիրյան Հայաստանը։ Երկիր Նայիրին։ Բայց իշխանությունը վստահեցնում է, որ միայն այդ խաղաղության համաձայնագիրն է, որի մեջ այդ կետերը դրույթները չկան եւ այդ հավելյալ փաստաթղթի հետ կապված իրենք որևէ համաձայնություն չեն տվել։ Հիմա դուք ինչ մտահոգություն ունեք, որ միևնույնն է կկատարեն կամ չի ասվում, բայց կա նման բան։ Ախր ես չեմ ուզում այդ թեմայով խոսամ, որովհետեւ վախենում եմ բան անեմ, բաներ վնաս տամ։ Պետք է յուրաքանչյուր առանձին մտածի։ Յուրաքանչյուրս պետք է առանձին մտածենք։ Ո՞ց է սառնելու։ Եթե այդ քայլերից հետո Ադրբեջանը ուզում է խաղաղություն, բայց եթե ուզում է խաղաղություն, ինչու՞ չի համաձայն, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի մեջ, Արցախը մնա Ադրբեջանի մեջ, ինչու՞ չի համաձայնում։ Չէ՞ որ դրանք օջախներ են, անկայունության օջախներ են։ Նույնիսկ փոխանակման չի համաձայնվում։ Ասում պետք է միայն Տիգրանաշենը տակ։ Իհարկե այստեղ խնդիր կա, սահմանադրականության խնդիր կա, բանը հողերի բանի հետ կապված, հանրաքվեը պետք է մենակ դու որոշես, սահմանները ճշտել եւ այլ։ Բայց դա տեխնիկական հարց է, եթե քաղաքական համաձայնությունը կա։ Եթե Ալիևը անկեղծ է խաղաղության իր նկատումների մեջ։ Բայց այդ դեպքում ինչի՞ ուզում օջախները ստեղծի, անկայունության օջախները ստեղծի։ Արյունը հոսել, հսկայական արյուն, իրաց կողմից, մեր կողմից արյունը հոսել։ Դե հասկանալի է, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Դե չեն ուզում, բայց հիմա եթե դու համաձայնում ես այդ տարբերակին, նշանակում է դու ոչ թե խաղաղության պայմանագիր ես կնքում, այլ պատերազմի հրովարտակ ես ստորագրում։ Կարծում եք այս պահին պետք չէր դա կնքել։ Խաղաղության պայմանագիրը չի կնքվելու խաղաղության պայմանագիրը։ Ես հուսամ, որ չի կնքվելու։ Ես նորից եմ ասում, կարևորագույնը այս ճանապարհին այնն է, որ ամբողջ աշխարհը հասկացավ, գիտի, որ մենք խաղաղության կողմնակից ենք։
բայց ցանկացած էլեմենտ Ադրբեջանի կողմից ճնշման էլեմենտ, նոր առաջարկության էլեմենտ, որը անկայունության օջախ պետք է դառնա եւ այդ հանգամանքներով կնքել խաղաղության պայմանագիր, դա ծիծաղելի է։ Դա անընդունելի է։ Դա վտանգավոր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։